շատ կարևոր է ինքնաճանաչողությունը, շատ կարևոր է մեր ավանդույթների վերականգնումը, մշակութային արժեքների վերարտադրությունը, պահպանությունը եւ քարոզչությունը։ Հենց այդ նպատակին էր ուղղված մեր քաղաքականությունը։ Այս քաղաքականության դրսևորումներից մեկն էլ արդեն երկրորդ տարին կազմակերպվող մրցույթներն են։ Արցախյան գորգարվեստի մրցույթը 3 անվանակարգով է անցկացվել՝ գորգ, կարպետ եւ ասեղնագործ գորգ։ Ընդհանուր առմամբ երկրորդ անգամ անցկացվող այս մրցույթին 34 վարպետ է մասնակցել 41 աշխատանքով։ Գորգ անվանակարգում առաջին մրցանակային տեղին Իրինա Ղահրամանյանն է արժանացել Ստեփանակերտից։ 19 տարի է ես արդեն գորգագործությունից եմ զբաղվում եմ, գորգ եմ գործում։ Հիմա տանն եմ գործում, տանային պայմաններում, տենց եւ շատ սիրում եմ այդ գործը, շատ։ Իրինան այս տարվա մրցույթին արծվագորգով է ներկայացել։ Մրցութային հանձնախմբի խստապահանջ անդամները ներկայացված գործերից լավագույնն ընտրելիս հաշվի են առել ամեն ինչ՝ զարդանախշերի մաքրությունից մինչև օգտագործված նյութերը։ Իրինայի արծվագորգը շահեկան դիրքերում էր բոլոր առումներով։ Գորգը լրիվ բնական ներկերով է եւ պահպանվել է 19-րդ դարի տեխնոլոգիան, որը Ղարաբաղում 1880 թվականից հետո արդեն այդ բաները մենք կորցրեցինք, որովհետև անիլինային ներկերը ի հայտ եկան աշխարհում։ Առաջին հորիզոնականն զբաղեցրած գորգը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գնեց 900,000 դրամով։ Գորգը տեղ կգտնի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի մշտական ցուցադրությունում։ 5 գորգերը իրանց արժեքը տարիքն է բերում, որը բայց վարպետության եւ գույների եւ զարդանախշերով ինքը ավանդական Ղարաբաղի եւ ամենաբարձր որակի գորգերից մեկն է։ Նաեւ այդ ամենը հաստատեցին Երևանից եկած մասնագետները։ Ընդհանուր Երևանում չկան նման տեխնոլոգիաներ։ Կարպետ անվանակարգում հաղթողը Իրենա Թևանյանն է Շիրվան կարպետով։ Ասեղնագործ գորգ անվանակարգում առաջին 2 մրցանակային հորիզոնականները գրավել են Արցախում հաստատված սիրիահայ վարպետները։ Ասեղնագործությունն էլ այն տեխնիկան է օգտագործած, որը մեր թանգարանում կա 17-րդ դարի աշխատանք, որը նույն կարելի ասել նույն ձևի նույն աշխատանքն է որակի բանով։ Իհարկե կա իրանց մոտ խնդրեմ գույների նկատմամբ, իրանց թելերը քիմիական են, բայց դա լուծվող հարց է։ Լուսին Ջուլֆայանը եւ Անժել Կարապետյանը մրցանակների հետ ստացան նաեւ առաջարկ պայմանագիր կնքել, խմբեր ձևավորել եւ սկսել իրենց արվեստը սովորեցնել նոր սերնդին։ Երկրորդ անգամն է անցկացվում նաեւ տոհմածառ մրցույթը։ Այս անգամ 13 մասնակից է հայտ ներկայացրել։ Ընդգրկման շրջանակն է ավելի լայնացել, ավելի ընդգրկուն դարձել։ Դա արդեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից է մասնակցում, այլ նաեւ արդեն Ռուսաստանի Դաշնությունից։ Իմ տոհմը անվանակարգում առաջին տեղը Սլավա Սարգսյանն է գրավել Սևունց տոհմը աշխատանքով։ Քանակից առավել հանձնախմբի անդամները ներկայացված աշխատանքների որակն են կարևորում։ Օրինակ առաջի տեղը գրաված աշխատանքի միայն գրականության ցանկը եւ աղբյուրները, որոնք օգտագործվել են, անցնում են 2.5 էջից, որը ուրախալի է, որ մարդիկ նստում եւ լուրջ ուսումնասիրություններ են կատարում տոհմաբանության բնագավառում։ Աշխարհագրության հետ նաև մասնակիցների տարիքային սահմաններն են ընդլայնվել։ Ամենաերիտասարդը Մարտունու շրջանից է 14 տարեկան Արամ Քամալյանը խրախուսական մրցանակի է արժանացել։ Ծառը սկսում է մեծից, ամենամեծից Քամալից, հետո նոր սկսում են ամրապնդել տարբեր մարդկանց, բայց տարբեր մարդիկ տարբեր տեղեկություններ են տալիս, գտնում ես դրանց միջին տեղեկությունը։ 2015-ի նորույթը ազգային պար մրցույթ օլիմպիադան էր 23 դպրոցական պարախմբերի մասնակցությամբ։ A կարգում առաջին հորիզոնականը կիսել են Տողի միջնակարգ դպրոցը եւ Ճարտարի համար 2 դպրոցը։ B կարգում առաջնության դափնին նվաճել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական ուսումնարանը։ Շատ դժվար է գնահատել, որտեղ լավ մասնակիցներ կան ազգային պարի եւ Հայաստանի Հանրապետությունից եւ Ղարաբաղի Հանրապետությունից եւ շատ մեծ ջանք երանդով աշխատում են, որ երեխաները
սովորեն ազգային բարեր բարելու։ Եվ ազգային բարը դա ոչ թե մենակ բարը բարելու, դա մեծ հոգեբանություն է երեխայի համար, որ երեխան դեստրեք որպես հայ։ Մրցույթների կազմակերպմանը աջակցել են բրազիլահայ Արտուր Գրիգորյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Կարինե Հաչեմյանը, ապագա սերունդների հիմնադրամը, AEG կազմակերպությունը, Քարավան եւ Վիրաժ ընկերությունները։ Այս մրցույթները նաեւ 2016-ին կկազմակերպվեն։ Մրցույթների ցանկում համալրումները կլինեն Արցախի համար հոբելյանական տարվա տրամաբանության մեջ։ Մենք նախատեսում ենք մի շարք նոր մրցույթներ, հենց այդ ուղղությամբ նվիրված Արցախի Հանրապետության 25-ամյակին։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր